չարչարվել եմ, նորարար եմ եղել, աղագին փող եմ ստացել, ես այնքան նորարարություններ եմ աշխարհի մասշտաբով մինչև հիմա գործում են, ազնվությամբ երթում ուզում եք տամ, ոչ թե ինձ համար եմ ես բոլորն անում, ու իմանան, որ սենց հիմար մարդ տեղի կյանքում օրինակ վերցնեն, իմ գիրքը օրինակելի ուստանելի գիրք է, սկսած մանկապարտեզի երեխայից, մինչև ռոդանտ, դոլար, դոնալդն էլ իրամ ինձ տովրելու ինձանից։ Կա բան, որի համար փոշմանել եք, եթե ժամանակահետ տայիք, կփոխեիք։ 96 թվականին օժար կամքով դուրս եմ եկել, աշխատել եմ Խնայի բանկում, որտեղ աշխատավար շատ են տալի, հետո եղել եմ մինիստրի խորհրդական, մինչև 2000 թիվը, 2006 թվականին կծկվեց ձեռներս, որտեղ ստիպած դուրս եք աշխատանքից։ Իմ գրքերը եթե հնակ կարդացեք Հարիֆը, ու շատ միրջա Հարիֆը, երկրորդ գրքում, թե ինչու եմ ես ինձ անվանել են Հարիֆ, եւ վերջում երկրորդ գրքում գրել եմ թող երկիր մոլորակի 7 միլիարդ բնակչության կեսից ավելին իզման հարիվ դինեն եւ գրել եմ որ թող Թումանյանի քարատողը որ հեյ ագամար անկոշմար ուղիղացեք շիտացեք մարդունադիմ է այդտեղ եմ գրել որ իմ ինքնակենսագրությունը նման է Թումանյանի 100% բռնում է ես կուզեի որ էլի 7 միլիարդի կեսից ավելի կենսագրությունը բռներ Թումանյանի խոսքերին Ես օժար կլնեի, բայց արի ուտես իմ ամբողջ կյանքից բարիքներս հռչակումից ժամուկես հետո ես դարձա լյումպեն պրոլետ։ Մինչև այսօր բողոքավոր եմ, արդեն զզվել եմ այստեղ սաղասը։ Սա երկիր չի դարը, այնքան քննադատել եմ, սովետիներն քննադատել։ Ես ունեի այնքան առաջարկություն, որ դեռ 60-ական թվականին երբ որ 19 տարի աշխատել առաջ ֆաբրիկայում Ես կարող էի անհատական թոշակ ստանալ, եթե 60 տարեկան լինեի, բայց քանի որ 40 տարի էր, ես այնքան նորարարություն ունեի, հերիքում էր որ ինձ անհատական թոշակ տան, որ մինիստրի սովետի տեղի գիտեի, որ շրջապայթությունում էի աշխատել։ Այս ժամանակ եթե ես 60 տարի կարա թոշակ ստանալ։ Տեղափոխվելուց հետո ես որ մինիստրի սովետ արդեն ի պաշտոն է, պետք է ստանայի։ 90 թվականին, երբ որ հեղաշրջումը դեռ չէր եղել, Ես դիմում գրեցի 60 տարի լրացել է, խնդրեմ իմ հատական թոշակը նշանակեք, ինձ էլ աշխատանքից ազատեք կամ ցածր աշխատանքի տարեք, ես իրանք ունեի պաշտոնով աշխատելու։ Մի շաբաթ առաջ իմ գործը լսվել էր, նայեցնես նախագահի տեղի մասնակցությամբ եւ անգամ իմ լավ աշխատանքի համար իմ ծառայական մեքենան նվիրել էին ինձ։ Իմ պատրաստ էր։ 3 օրեր մնացել որ մինիստրությունում պետք է լսեին, երկիրը քանդվավ իրար։ Եկավ Վազգեն Մանուկյանը հենց առաջի օրը կներեք ախր, էլի, խելացի էր, ուղեղն աշխատում էր, կամպյուտերին մանախ, բայց որ հիմարություն արեց։ Չիմանալով այդ բաժիներանից ինչ ա ներկայացնում։ Երբ որ սկսեց բաժիները ման գալ, հարցրել է, սա ինչ բաժին է, ասել են սա անհատական թոշակ նշանակել բաժին ասել։ Էդ ինչ ա, հենց այսօրվանից դուք արեք։ Չեր իմանա որ դա իրս ինչ դերակատարում ունի։ Դրա համար ոչ թե մի հերանձազան միջապես Զրկվեցի եւ ամբողջ 60 տարվա թոշակից էր, ծառայական մեքենայից էր եւ սկսեցի նորից շարունակել աշխատել 96 թիվը։ Ամիսը 4000 դրամ պակաս փող եմ ստանում 90 թվականից մինչև 2017 թիվը։ Ինչու՞։ Կոլխոզում աշխատած ժամանակ գրքույկ չկար, տեղեկանքով էին տեղում, երբ որ ես արդեն զրկվեցի թոշակից, սովորական թոշակ պետք է ձևակերպեի, տեղեկանք բերեցի նաեւ գյուղից, որ կոլխոզում աշխատել եմ Էսվից թիվը, բանից պարզվեց, որ էլ ես Վազգեն Մանուկյան օրոք, թե այդ ինչ են փոխել, տարով է, ինչ է, տարով են, չէ թոշակը նշանակում, չէ, տարոն վերացվել են, ասեն, կոլխոզնիկը 4 տամից պարապ նորցում է ձմերա, խիպտի տարով տանք, այդ աշորեր էին փոխել, աշորերը որտեղից բերեմ, գնացի, ասի գնամ, աշորերը ասին աշոր չկա, որովհետև 50 թվականին կոլխոզը կայծանքը խփել էր կոլխոզի գրիշը տարել էր, արխով, մաշխով, խախքորել, ումը բողոքեմ, մինչև Փաշինյանն եմ բողոքել, վերջերս, բոլորս չեկրետ է, գրգել են սոցապից 10 հատ գրություն ունեմ, թապած այստեղ, հիմք չլնելու պատը, հիմքը ձեր գլխին կպրի, կարկուտը, գրիշը տարել է, աշոր չկա, հիմքը որտես բերեմ, բան չի դատարանը, դատարանը 2016 թվականին, իմ ընկերներից Մոսկվայից հանդիպեց, ասեց ոնց ես ասի շատ ծանր վիճակում եմ, սենց բանկ, ասեց բախի չես դատի տալի, ասի 300,000 փող են ուզում, որտե՞ց դատի տամ, ասեց ոնց թե,
Ափսոս ասեց, ես գնում եմ, մի հատ տեղ կա, ես քեզ կտանեմ, գնա այնտեղ իմ անունով, ասա քեզ կընդունեն դատի։ Գնաց բանից դուրս եկա, որ մարդու երեքսերի պաշտպանի գրասենյակն է, առաջ ապտեկայի մոտ է։ Գնացի 3000 ռուբլով ինտերնետի գործբանը աշխատի։ Իմ բողոքները գրեցին տեղ դատարանը կենտրոն համայնքը։ Անգամ չկանչեցին ինձ, 4 տարին էլ վերականգնեցին։ Ես ուրախությանս չափ չկար, վերջապես 4000 ռուբլի ավեր պետք է ստանամ։ 77 թվական 2017-ից հետո մինչև այսօր 4000 դրամ ավել եմ ստանում։ Ինչու՞ դատարանը որոշումը տվեց, բայց դատարանը հիմքը որտե՞ց էր վերցրեց, Հայաստանի օրենքը չի։ Դատարանը որտե՞ց հիմք չարեց։ Սոցիալ ասեց որոշեցին մի ամիս հետո կստանաս, ասի բոլորը մի անգամից պետք է ստանամ, ասին ոչ, անցյալը չեն կարող տա, հետադարձ ուժ չունի, չունի, ասի, բայց ինչի՞ սա պետք է, կարող եմ մի տարի էլ չապրեմ, մեծ մասը, պետք չէ, պետք չի, թող եկա, բայց մինչև այսօր ապրում եմ, ինչու չգիտեմ, 26 տարի ես 4000 դրամ պակաս եմ ստանում սորը, ինչի համար, երբ որ կոլխոզում աշխատել եմ, հերիք չի, վայենկոմինին օգնել եմ, ես գիտեք, որ Զակավկազքի օկրուգի համար մեդալ եմ ստացել երեխա ժամանակ, 13-14 տարեկան։ Էշեմ տարի հանձները, որ գնան Կովկասյան լեռները պահեն, մեդալ եմ ստացել դրա համար, ով գիտի դրա մասին։ Այնքան հիմար եմ եղել, որ կարողացել եմ այսքան ապրեմ։ Ես մեկ մտածում եմ, որ քնեմ առած վերջ չգնամ, չի ստացվում, ինչ անեմ։ Հիմա մենակ գլուխս ապրում, ո՞նց է ցավ։ Ֆոլվարտս էլ լավացել, զարմացա ինչպես եմ լավացել ես։ Իմ ուղեղը այսօր մինչև հիմա ավելի թարմ է, քան ցած 3 տարի առաջ։ Չի կարող ես ախմախը։ Իմ կինը ինձանից խելոք էր, 60 տարի զբոսի դիրեկտոր է Սախարովի անվար, երրորդ մասում։ Ինձանից խելաց էր։ Բայց նա վերջում ինձ չէր ճանաչում, ասում է ես այ մի լավ ընկերն ես։ 4 տարի հիվանդ եմ պահել։ Իսկ հիմա ես օրվա համար մտածում եմ, կարամ արդյոք մի տարի էլ պահեմ ես կնոջը։ Հենա ինքը լսում է, որտեղից պահեմ։ 80000 թոշկայամսով 20000 էլ տալիս են որպես չգիտեմ բանի անդամ, չգիտեմ 100,000-ով ես մենակ իրան ինչքան տալիս եմ, իսկի դա չի հերիքի, բայց ես ոնց ապրեմ, դեղ ես ոնց առնեմ, սաղ դեղ եմ խմում կիսվեցերի։ Որ եթե ես նորից ծնվեի, այնքան հիմար եմ եղել, 3000 ռուբլի փող ընդվեց չեմ վերցել, իմ կինն էլ ինձ հիմար էր, բայց ռուսաձայն մասնագետ էր, սաղ ինստիտուտների բաները շտուկում էր, անգամ մեդալիստի փող չի վերցել 3000, բայց ես եմ եկել եմ իզակը, նորից ծնվեի, նույնը կլնեի, չէի կարա վերցնեմ, իմ էլ չեմ վերցնի, իմ էլ տան չեմ վերցնի, դրամա իմ գիրքը կոչվում է, նորից ծնվեի, նույնը կլնեի, չեմ փոշմանել։ Գերասիմ պապ, դուք գիտեք, որ քաղաքային իշխանությունները 100 տարին լրանարում պես պատվովճար են պատրաստել Երևանաբնակ տարեցների համար։ Հիմա նոր դառնա 1 միլիոն մեծ բան եք տալի։ 1 միլիոն 200,000 այսօր պարտքեն 90 թվականից մինչև այսօր հաշվեք քանի տարի անում։ Ամիսը 44,000 դրամ պակաս են տալի։ Իմ օրինական փողն է։ Ես միլիարդներ եմ տվել պետությանը, խիչակ իմ օրինական փողը տվեք, հիմարներ։ Շնորհակալություն, որ խոսեցիք, որ այսքան անկեղծ եղաք։ Ախր շատ եմ ներվայնանում, կներեք։ Ես այսքան ներվայնանում եմ, զարմանում եմ, ոնց չեմ մեռնում։